Սիրելի ուխտավորներ, Աստծո փառք և գոհություն, որ Աստված մեր քայլերը առաջնորդեց այս վանքը, սուրբ վայրը, որպեսզի մենք միասնաբար հոգեկանստյան վերջին ուրեմն 7-օրյա դոնախմբության օրը հավաքվենք Սուրբ Շարբելի Մարոնիտ եկեղեցու այս մեջ, որպեսզի կարողանանք Աստծո փառք տալ և նաև Սուրբ Հոգին ներկայությունը մեր կյանքի մեջ խնդրել։ Այսօր սիրելիներ Սուրբ Հոգի մասին պիտի խոսենք ձեզի և Սուրբ Հոգիի նվիրված աղոթներ պիտի բարձրացնենք առ Աստված։ Սուրբ Հոգին ամենասուրբ երրորդության 3 անձերեն մեկն է՝ Հայր, Որդի, Սուրբ Հոգի։ Եվ Սուրբ Հոգին մեզի հետ է հավիտյան։ Հետևաբար, կուզեմ որ սիրելիներ այս օրը հատուկ մեր բոլորին համար դառնա իսկապես Սուրբ Հոգիով լեցվելու օր, իսկապես Սուրբ Հոգիով առաջնորդվելու օր։ Սուրբերը մեզի պես սովորական մարդիկ էին, մեզի պես 9 ամիս իրենց մորալքանքի մեջ մնացին ու ծնան, մեզի պես մեղքերով ծնան, սակայն սիրելիներ և անդրադարձան իրենց մեղքերում, խոստովանեցան, զղջացին, ապա խնդրեցին Աստծո, որ զիրենք լեցնե Սուրբ Հոգիով և Սուրբ Հոգիով լեցված ապրեցան առաքինի կյանքով, ապրեցան հոգևոր կյանքով, ապրեցան Սուրբ Հոգիի կյանքին համաձայն։ Հետևաբար, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր որ մենք այստեղ հավաքված ենք, այսպես մեծատիվ, կուզեմ որ գիտնանք, որ Սուրբ Հոգի Աստվածը մեր մեջն է, երբեք չդրդմեցնենք Սուրբ Հոգին։ Պողոս առաքյալ Եփեսացիներուն նամակի 4 գլխի 30-րդ համարի մեջ գսել է. Ձեր մեջին Սուրբ Հոգին մի դրդմեցնեք, մի դրդմեցնեք։ Իսկ առաջին Թեսաղոնիկեցիներուն նամակի 5-րդ գլխի 19-րդ համարի մեջ գսել է Պողոս առաքյալ Սուրբ Հոգին գրակը մի մար։ Վար բահեցեք ձեր մեջ, մի մար։ Եվ ինչպես վար պիտի բահենք Սուրբ Հոգի գրակը, այդ մասին է որ այսօր և պիտի խոսենք ձեզի և միասին Սուրբ Հոգին պիտի աղոթենք։ Գերագիրեմ ամենքը, որ ոտքի հայրները ասենք միասին, ամենքը ձեր աղոթա ինքերը ունի, նախ ասենք սիրելիներ հայրները, իմաստություն որ Հիսուսը, ապա թարդան 3 անգամ հրաժարին կսենք և ապա հավատանքը և շարունակենք։ Օրնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցե ակայություն քո, եղիցի նամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր անավասոր, դուր մեզ այսօր, և թող մեզ զարդիս մեր, որպես և մենք քո ունքներոց արտաբանած, և մին ամիրս մեզի փորձություն, այլ կրկյաց մեզի չարել, զիքոր է արկայություն և զորություն և պար ավիդյատս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարից խորել և խոսել և գործել, առաջի քո ամենայն ժամ, իչար խորրտոց, իմանից և գործոց, Պրդյասիս և օրնյար քո արգացոց և ինձ հասկանելիս ամեն։ Հարմակ դեպի արևմուտք և 3 անգամ հրաժարին կրսենք, գհրաժարին սադարայեն և ամոր բոլոր տեսակի խաբերություններեն, ամոր պատրանքներեն, խորհուրդներեն, ջամփաներեն, ամոր չար կամքեն, անոր չար կամքը դատարող հրեշտակներեն և անոր ամբողջ չար զորություններեն ամբողջության հրաժարին, գհրաժարին սարայեն և անոր բոլոր տեսակի խաբերություններեն, անոր պատրանքներեն, խորհուրդներեն, ջամփաներեն, անոր չար կամքեն, անոր չար կամքը դատարող հրեշտակներեն և անոր ամբողջ չար զորություններեն ամբողջության հրաժարին, գհրաժարին սասարայեն և անոր բոլոր տեսակի խաբերություններեն, անոր պատրանքներեն, խորհուրդներեն, ջամփաներեն,
և դեպայտան դեպի լույսը Աստված և ամոր իրությունը։ Գահավատան ամենասուրբ երրորդության, Հորը, Որդին և Սուրբ Հոգին, գահավատան Աբրեգիցեան Ավելունին, Քրիստոսի ծնունդին, մգրտության, չարչարանքներում, աչենության, երեկորյա թաղումին, հարության, Աստվածապես համբարնալուն և նոր աշխարհով նստելուն, և ամեր ու բարավոր, երկրորդ կառուցվի, գնդունին և կհավատան, ամեն։ Մենք այս երկեք վերջին լսնի։ Երգեմակահոգի, մեզ սրգեմ ու մտքերը կուղդրեմ, ջշում էր աշխարհի ու ջնջեմ, սրբացուր մեզ և մաքրեմ, քու սիրով մեր կյանքեր դու փոխել, օգնել մեր հոգիներ նորոգել, ամեն մարդ այս վայրկյանը բանվենդել, միանա մեր խումբին և աղոթել, ամեն մարդ այս վայրկյանը բանվենդել, միանա մեր խումբին և աղոթել, և գեմակահոգի, մեր սրտեր ու մտքերը կուղդրեմ, ջշում եմ աշխարհի ու ջնջեմ, սրբացուր մեզ և մաքրեմ, քու սիրով մեր կյանքեր դու փոխել, օգնել մեր հոգիներ նորոգել, ամեն մարդ այս վայրկյանը բանվենդել, միանա մեր խումբին և աղոթել, ամեն մարդ այս վայրկյանը բանվենդել, միանա մեր խումբին և աղոթել։ Ամեն, հրացի։ Սիրելիներ, առաջին աղոթքը Սուրբ Հոգին պիտի գարտան Սուրբ Նարեկացի է։ Եկեք ամեն քանի առաջ նախ մեր հոգիները խոնարհեցնենք Տիրոջ դիմաց։ Եկեք այս խաղաղության մեջ մեր հոգիները խաղաղեցնենք։ Տեսեք, խաղաղությունը սիրելիներ արտաքին պայմաններում մեջ չէ։ Խաղաղությունը հոգիին մեջ է։ Խաղաղությունը սիրելիներ խաղաղ երկրի մեջ ապրիլը չէ, ոչ ալ հանգիստ, փառական խումար, հարստություն ունենալ, դեղ ու ընտանիք ունենալ և այդպես խաղաղ ապրիլ, ոչ։ Մարդիկ կան, շատեր կան մեզ մեջ, որովհետև ամեն ինչ ունին աշխարհի իմաստով, բայց խաղաղություն չկա դուրի մեջ, խաղաղություն չկա հոգիի մեջ։ Հիսուս ինչ ասավ, ասավ Հովհաննես Ավետարանի 14-րդ գլխի 27-րդ խմբի մեջ։ Ես իմ խաղաղությունս կտամ ձեզի, որ աշխարհի խաղաղությունեն դարբեր է։ Աշխարհի մեջ սիրելիներ մարդիկ կրնան նույնիսկ պատերազմական երկրներում մեջ ապրեն, բայց Քրիստոսի խաղաղություն ունենալ, իսկ ուրիշներ կրնան խաղաղ երկրներում մեջ ապրեն, բայց խաղաղ մի չունենալ։ Չէ՞ պատահած, որ մեզ մեջ շատեր երբ որ մտահոգ են, ընտանիքի մեջ հարցեր կան, նեղություններ կան, ցավեր կան հոգի մեջ, գլուխդ բարձին դրածես եւ չես կրծած քնանալ։ Դանչած է քեզ ամը։ Որը այդ
Գերած է, գրծած է քեզ ներսը։ Խաղաղություն փնտրած ես։ Դերևս ամենեն հանգիստ անգողին ունիս, ամենը հանգիստ բարձ ունիս, բայց խաղաղ չես։ Մինչդեռ սիրելիներ մարդ կրնա Քրիստոսի խաղաղություն ունենալ եւ գլուխը քեդին դնել։ Սուրբ շարբելը եւ սուրբ շարբելի պես շատեր սիրելիներ խսիրի վրա կգրանային։ Մինչև այսօր Երևան եւ Օրենտակ իբանան խսիր, շատ բարակ խսիր։ Երբեմն քարի վրա։ Այո, շատ բարակ։ Որովհետև սիրելիներ իրենք ունեին Քրիստոսի խաղաղությունը իրենց հոգի մեջ։ Այսօր աշխարհը շատ բաներ է որ գրանցնի մարդոց, ըսելու համար որքան ունենաս, այնքան ավելի հանգիստ ես, բայց մարդիկ որքան ունենան, այնքան անհանգիստ ես։ Սուրբ Հոգին խնդրենք որ խաղաղեցնի մեզ սիրելիներ։ Եվ իսկապես այս մեկ օրը օգտագործեցեք։ Ոչ միայն այս հիմա հավաքական աղոթքի բահը, այլ երբ որ ամբողջ մինչև երկու այստեղ եք, ամեն անգուն կացեք, կաշվեցեք, աղոթ կրեք, խնդրեցեք Աստուծո, ձեր սիրտը բացեք Տիրոջ դիմաց, լացեք, ուրախացեք, ինչ բանի համար որ եկած եք այստեղ սիրելիներ, աղոթեցեք, հայրենիքին համար խնդրեցեք, այս օրերը որ դժվարին օրեր են մեր ազգին համար, շուտով որ ընդունություններ լինեն, թող սիրելիներ Աստված իսկապես այնպիսի զավակներ ունենան երկրի ղեկավարներու վրա, որ իր մեջ երկու ունենան եւ առաջնորդին։ Եթե նույնիսկ չարեր կան, թող Աստված բարիով վերադարձնի իրենց։ Թող Աստված իրենց գործը առաջնորդել դեպի բարին, դեպի օրհնությունը։ Աստված ինքը ամենակարող է սիրելիներ։ Հետևաբար աղոթեցեք ձեր ընտանիքներուն համար, ձեր զավակներուն, ձեր թորներուն համար, բոլորած զավակներու համար, որովհետեւ մարդիկ դիրոջ դառնան եւ բռնվին։ Եկեք Սուրբ Հոգին դիմաց խորարին եւ Սուրբ Նավեգացին նման աղոթենք եւ ասենք. Ամենագալ, բարերար եւ մարդասեր Աստվածը բոլորին, թուն դեսաներիներուն եւ անդեսաներիներուն հորինողը, բռնողն ու հաստատողը, խնամողն ու խաղաղարարը, հորը հզոր հոգին, բասկադարած աղոթքով փութիմացը կանգնած, հեծեծակին քոչումով կհայցեն, ով ահավոր, արգասվանից հարաճանքով, ամբողջ հոգիով կաղաչեն և գաղերսեն քեզի, ով բարավոր առաջ, աներց և անստեղծ, անժամանակ և կտարատ հոգի, որ անմնունջ հեծություններով մեծի համար կբարեխոսես ողորմած հորը քո, թուն որ սուրբերը կբահես և մեղավորները մաքրելով դաջար կդարձնես, բարձրյալ հորը գենթանի և գենթանացուցիչ կամքին կատարման համար, քեզի փառք ու իշխանություն, ավիդյանս, ավիդենից, ամինեն։ Սիրելիներ, եթե կուզեք Աստված մեր աղոթները լսել և պատասխանել մեր աղոթներուն, շատ կարևոր է, որ խոստովանենք մեր մեղքերը։ Աստված գներել է մեղքերը։ Աստված ողորմած է, չէ։ Աստուծո համար մենք գործածենք քաղցր բանը, ամենօհոր։ Այսինքն ամենում ողորմող Աստված։ Ամենում ողորմող է։ Բայց կարևորը որ ինչ պետք է լինի։ Նայեցեք ինչպես որ անարակ որդին հեռացավ իր հորմեն, հայրը շատ լխրեցավ, բայց անարակ որդին եւ որ անդրադարձավ, զղջաց ու դարձավ իր հորը, այդ ժամանակ հայրը քուրը չպագեց ահոր երեսին, այլ ինչ նա։ Ինք վասեց, ինքը գեց իր զավակը։ Եվ զավակը ինչ է հացել, խոզ գանացել։ Գրվակ երևակայս սիրելիներ, որ խոզ արածած ժամանակ որքան խոզ գոդեր դրան։ Խոզ գոդեր։ Շատ ներողություն, բայց բատկերացուցեք բահնը, երեք դերմն էին սիրելիներ, և այս բատկերը սրտիս մեջ եկավ և սիրտս իսկապես շատ սարեցավ։ Հապարաշրջիկ մկար, հոմլեսմը, բոմժմը, որ թշպախտապար սիրելիներ ամբողջության մեզ գոհեր, ահավոր գոհեր։ Եվ երբ որ դեսա ես կողն էի, և ճիշտ այս սկացի, ասի որ և մարդիկ հերուն սկսան կաշվի, և որ ինքի եկա, որ ահավոր գոհեր։ Եվ մտածեցի սիրելիներ, որ
Նայ մարդուն ուրեմն հոդին բաճարով մենք մարդիկը սկսան հերանալ իրն է, Աստված սիրելիներ ոչ թե գերանա, այլ կմոտենա։ Մարդը բայց Աստծուց հեռու ինչպես է, գողոդի, հոգին գողոդի մարդուն, բայց երբ որ մոտենա Աստված կկրկի այդ հոդած հոգին և ինչ կներ, կմակներ, կսրպացներ։ Հաճախ կքայքարվի, ասելու համար, որ եկեղեցի ու կամ, փոխանակ սուրբ մարդիկ տեսնելու, մեղավոր մարդիկ կտեսնելու։ Միշտ կսեմ այս խոսքը։ Եկեղեցին սուրբերու դերը չէ, մեղավորներու դերը է։ Եկեղեցին հոգևոր հիվանդանոց է։ Հարցում ցեցի։ Երբ որ emergency երթակ, հիվանդանոց երթակ, որ շատ վտանգավոր բան է բادرացավ, արգացը բادرացավ ցեզ երբ դամսեր հարազատին է։ Երբ որ երթակ այդ սենյակը ինչ կոչվի emergency հայտնով։ Իար։ Ինչ? Հայերովսի։ Շտապօգնության սենյակը։ Շատ բան։ Ուրեմն երբ որ այդ շտապօգնության սենյակը գերտան սիրելներ, հոնդերը ինչ կտեսնեն, առողջ մարդիկ, որոնք գահազան, մարդիկ, որոնք ցել կտրած են, ոտք կտրած են, մեկուն աչք ելած է, մեկուն փուշ մտած է, մեկուն զանազան տեսակի չէ, կողոտ նստողը ամեն տեսակի վատություններով կա։ Եվ այնտեղը սիրելներ, բժիշկները օգնականներ են, որպեսզի օգնեն։ Ահա եկեղեցին սիրելիներ, այդ վայրն է, որ ամեն տեսակի վատներ կան։ Եվ եկեղեցու պաշտոնյաները օգնողներ են, բժշկողներ չեն, օգնողներ են, որ բժշկին առաջնորդեն։ Ով է բժիշկը? Հիսուս։ Ուրիշ մեկ չի դա բժիշկ։ Սուրբերն անգամ օգնողներ են սիրելներ, օգնողներ են հավատացյալներում, որ Քրիստոսի մոտեցնեն։ Բրգիչը մեկ է։ Հետևաբար, գաղաչեմ ցեցի, քույրեր եղբայրներ։ Մենք այդ իրարու օգնենք Քրիստոսի մոտեցնելու, ոչ թե օգնենք, որ իրար վարագենք, ծածնենք, հեռացնենք իրար։ Հետևաբար եկեք սիրելներ, որպես Սուրբ Հոգին չնեղացնենք մեր մեջ, եկեք խոնարհեցնենք մեր սիրտը, մեր մեղքերը խոստովանենք մեկ բահիկը եւ ապա շարունակենք Սուրբ Ներսես Շնորհի հայրաբերին հավատով խոստովանում են Հոգի Աստծո նվիրված աղոթքել, բայց գուզեն բահմը լուր մեր մեղքերը հիշենք Տիրոջից եւ խնդրենք, որ Տերը ներերեցի մեր բոլոր մեղքերը։ Աղոթենք և ասենք, Հոգի Աստծո, ճշմարիտ Աստված, որ հորդանան քեդին վրա և վերնadun իջար և զիս լուսավորեցիր Սուրբ Հավազանի մգրտության։ Մեղանչեցի երկրքին է քու արջերը, վերստին մաքրեցիս քու աստվածային գրավողը, ինչպես հրեղեն լեզուներով մաքրեցիր Սուրբ առաքյալները, և ողորմեք ու առացնելիք և ինձի տասմանելիս։ Ամեն։ Այժմ եկեք եկեք սիրելներ և ճանգայշարակ Ներսես Բոզաբանյան Սրբազանի գրած այս երկը ես մեղավոր ու անցավոր հազար անգամ ապաշխարով։ Ես մեղավոր ու անցավոր հազար Ես մեղավոր ու անցավոր հազար անգամ ապաշխարով սակայն երբեք չարդարացող ես մեղավոր մի Iisus Hristos, Iisus Hristos, Iisus Hristos.
մի ընձան քո խորանում մի դատիր քո ուրվանում ես մի ընձան քո խորանում մի դատիր քո ուրվանում զերկացայցան փողս պարեն կուծե այդպես կուտիվ հասնեմ ով սուրբոգի Սիրելիներ, որպես ուխտավորներ եկած եք այստեղ։ Եվ ուխտավորությունը շատ կարևոր է։ Ուխտավորը լավ կնշանակել Աստուծո ջանքում վրային կալել։ Պետրոս առաքյալ գսեց սիրելիներ Քրիստոսի հետքերում վրային կալեցեք։ Երևակայեցեք, որ ամենքս միասին արշավը ենք հիմա, լեր հարցանանք։ Եվ ունենանք ղեկավարը, որ ինքը շատ լավ գիտե այդ լերը։ Եվ լերը երկու կողմեն ծոր է, և սահուն ճամպաներ կան։ Ղեկավարը առաջնորդողը մեզ ինչ կսել։ Ուր որ ոտքս տնեմ, այդ երկին վրա տրեք ձեր ոտքն, որպեսզի չսահի, որտեղ ինքը փորձած է, ինքը փորձած է, հաստատ է։ Ան որ գերդերի այդ ղեկավարին, հետևաբար չի սահի և գասնի բարձուքին։ Բայց ան որ այցի նմանը լա, և ասե որ ես կրնամ մնել, ես արանցին ալ կրնամ մնել, և զանգուղի ճամպանդրե, գսահի և գինա։ Ահա սիրելեր ինչու համար Քրիստոս երնիկեն երկիրի ճան։ Իր ոտքի հետքերը տրավ, որպես մենք այդ հետքերու վրային կանենք։ Քրիստոսի առաջ մարդիկ մոնորած էին, գործված էին, չէին կիներ ու բիրտան, ադոր համար գինային որուց էտքը, սադանանում, բուրկերում, թևերում։ Քրիստոս եկավ սիրելեր թուրդ հասավ, և ինչ ասավ, ես եմ ճշմարիտուրը։ Եկավ ճամփակ ասավ, ասավ, ես եմ ճանապարհը։ Եկավ ճշմարտություն այդպես, և ասավ, ես եմ ճշմարտությունը։ Եկավ և ասավ, եկավ որ դու կյանք ունենաս, առավել կյանքը, և հայտարարեց, ես եմ կյանքը։ Հետևաբար ան որ Քրիստոսի ետևեն երկա, ան որ Քրիստոսի քայլերուն ետևի, անիկա ջամփեն կկալե։ Այն ջամփեն որտեղ ներ է, թուրը, հոգր է, սակայն երբ ներս մտնե մարդ, հանգիստ կկալե։ Իսկ այն ջամփեն, որ մարդիկ լայն երկան, լայն թրներ կմտնեն, այդ ջամփան կներգա և կդանի գորուստ։ Սիրելիներ, եկեք Սուրբ Հոգի նվիրված այս աղոթները ընթերցենք և մեջ խոսին ձեզի Սուրբ Հոգիի մասին։ Գենթանարար Աստված, մարդասեր Հոգի, միապանական սիրով վերնական մեջ հավաքվածները հրելեն լեզուներով լուսավորեցին, ուստի մենք ալ այսօր ու Սուրբ Քալուստը կդոնենք։ Սուրբ առաքյալները ուրախացան Քալուստովը և բազմացային լեզուներով միահամուր հրավիրեցին իրար մեծ սրված ասկերը, ուստի մենք ալ այսօր ու Սուրբ Քալուստը կդոնենք։ Անոնց միջոցով հոգևոր Սուրբ մգրտությամբ զարդարեցին դիեզերքը, լուսափայլ և նորապետուր սկեսներով, ուստի մենք ալ այսօր ու Սուրբ Քալուստը կդոնենք։ Սուրբ Հոգի միասին, Սուրբ Հոգի, թող որ ամեն բանի մեջ աստվածություն ես, ցայնին հնչումով երկնքեն իջար, ողորմեն մեզի։ Սուրբ Հոգի, թող որ ամեն բան զորությամբ պատկերեցնես, առաքյալներուն քասերուն մեջ իջար բնակերին, ողորմեն մեզի։ Սուրբ Հոգի, թող որ աստվածության մեջ անբաժանելի ես, հրեղեն եզուներու բաժնվելով առաքյալներուն վրա հնչեցար, ողորմեն մեզի։ Սուրբ Հոգի, թող որ քերոբեներու գարկի մեջ կհանչիս,
Այսօր երկինքեն առաքյալներուն կասերուն մեջ իջան, օրհնյալ ես անմահ թագավոր, Սուրբ Որդի, դու որ հողերուն քևերուն վրա կերտաս, այսօր հրեներ լեզուներու բաժներով, առաքյալներուն վրա հնչեցան, օրհնյալ ես անմահ թագավոր, Սուրբ Որդի, դու որ քու դեշտությամբ արարածները կխնամես, այսօր եկա ու Սուրբ Եկեղեցի հաստատելու, օրհնյալ ես անմահ թագավոր, ամեն։ Սիրելիներ, Սուրբ Ոգու Քանիսյան դոնը անցնող գիրակի դոնեցին եւ հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցու մեջ 7 օրեր շարունակ Սուրբ Ոգու Քանիսյան դոնախմբություն է որ կատարել։ Սուրբ Ոգու Քանուստը խորհրդանշ է նաեւ սիրելիներ քրիստոնեական եկեղեցու ծնունդը։ Ինչու՞։ Որովհետև այդ օրն է, որ առաջին մարդիկը դարձան քրիստոնյա եւ առաջին եկեղեցին դասվեցավ 3000 հոգիներ։ Ինչպես դեպի ունեցավ սիրելիներ, եւ որ Հիսուսի առաքյալները Հիսուսի բادرերին համացային, Հիսուս երկին կամբարնալեն առաջացավ Երուսաղեմեն մի հրանակ, մինչև որ Սուրբ Հոգին ստանա։ Եվ Հիսուս ասավ, Գործարակելոց գրքի առաջին 8-րդ համարի մեջ, եւ Սուրբ Հոգին ձեր վրա հնչի, պիտի զորանաք, զորությամբ պիտի լեցիք, եւ իմ վկաներս պիտի ելան Հրեաստանի մեջ, Սամարիայի մեջ եւ ամբողջ աշխարհի մեջ։ Եվ գտան Գործարակելոց գրքի 2-րդ գլխի մեջ, որ երբ Վերնադան մեջ հավաքված էին առաքյալները, հանգած հովի սուրոցի պես ցայմը, հզոր ցայմը լցվեցավ սենյակի մեջ, եւ հանգած Սուրբ Հոգին գրագե լեզուներով իջավ առաքյալներով վրա հնչեցավ ու առաքյալները զորությամբ լեցվեցան։ Գերմակ երևակայից սիրներ, առաքյալներում մեծ մասը ծրգորս էին, անուս էին, ուսում չունեին, կրեն դարտան չէին կիներ, անոնք սիրելներ քարոզիչ դարձան։ Գերմակ երևակային վախկոտ առաքյալները, որոնք լկեցին Հիսուսը իր ծերմակալության ժամանակ եւ պահան, անոնք սիրելիներ այնքան զորությամբ լեցվեցան, որ մահը հանձնարի։ Առաքյալներեն 11-ը նահատակվեցավ։ Միայն Հովհաննես առաքյալն էր, որ խորհուրդ ձևության մեջ մահացավ, հագարականով որ զինք փոխեցին, սպանել, զինք նետեցին երացած յուղի մեջ, ծետի մեջ եւ շայրեցավ։ Իսկ մյուս առաքյալները, Պետրոս առաքյալը հագարակ խաչեցին։ Անդրեաս առաքյալը X ձևով խաչեցին։ Բարտոլոմեոս առաքյալը մորտազեր ծերին։ Եվ ամեն մեկուն գնոր դարձուցին սիրելներ, ամեն մեկուն դարբեր ձևով խաչեցին, սպանեցին։ Բայց դեսիք սիրելներ, որքան հավատքով զորությամբ լեցվեցան, որ գրծան թեմ տնել նույնիսկ մահվան։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Սուրբ Հոգին զորացնող է։ Եվ այդ օր Բենտեկոստեի օրն էր։ Բենտեկոստեն սիրելներ հրյաներում մեջ հունցքի օր էր։ Առաջին հունցքը Աստուծո գնվիրեին։ Եվ հետաքրքրական է չէ, որ այդ օրը նաև Բենտեկոստը հունարեն բառ է, նախասեն, գերշանագե 50-րդ օրը, որովհետև իրենք բասեկեն, հրյական զավիգեն 50 օր վերջ ունցքի դորը կգադարեին։ Մենք ալ սիրելներ Քրիստոսի հարուներեն 50 օր ետ Սուրբ Հոգին մեջ կգադարենք։ Ադորաբար Բենտեկոստե գամ հոգեկալուս, հայտնով գոչենք հոգեկալուս, հոգին կալուսը եւ սիրելներ այդ օրը եւ որ լեցեցավ Սուրբ Հոգիով, Պետրոս առաքյալ ելավ քարոզեց։ Այդ օրը բազմաթիվ ասկերեն մարդիկ հավաքված էին Երուսաղեմ, եւ Պետրոս եւ որ քարոզեց, ամեն մարդ իր լեզուով հասկացավ քարոզվածը։ Ամեն մարդ իր լեզուով հասկացավ։ Ելամանցիներ կային, հրյաներ կային, քարտիացիներ կային, ամեն տեսակ մարդիկ կային, հայաստանցիներ կային, ամենն հասկացան։ Եվ 3000 մարդ ասին, ինչ ընենք, Պետրոս ասավ, ձեր միտքը փոխեցեք, ապաշխարեցեք, դիրոջ դարձեք, եւ դարձան, մգրտեցան, Սուրբ Հոգի ստացան, եւ ահա քրիստոնեական առաջին եկեղեցին, առաջին հունցքը դիրոջ ընծայվեցան։ Սիրելիներ, գաղութեմ առաստված, որ այսօր այս վայրը վերլադան վերացվի, եւ Սուրբ Հոգի Աստված լեցուր մեզ բոլորս, քու զորությամբ լեցուր ով Սուրբ Հոգի Աստված ու մեզ առաջորդ է դեպի հավերական իրան։
Սիրելիներ եկեք երկենք այս սկանչելի երկը առակելու աղավնոր, դարբեր եղանակներ կան ձագր եղանակներ, տետև եղանակներ, բոլորով այս եղանակը լսած եք, եւ որ մգրտված եք սիրելիներ, մգրտության ժամանակ այս երկը երկված է, եւ որ ուրեմն Միրոնը, Սուրբ Հոգի խորհրդանշով ջուրի մեջ բառնված է, այս երկը երկված է։ Մենք տետև եղանակը երկենք, որպեսզի դուք ուրեմն սորվի պահ։ Սկիզբն գանխատուշակեց եւ ասավ. ահա գույսը պիտի հղանա եւ զավակ ձևի։ Եվ անոր անունը պիտի կոչվի Էմանուել, որ կնշանակե Աստված դեզի հետ։ Սիրելիներ, ինչպես կրնալա որ գույսը հղանա։ Բայց ահա Սուրբ Հոգին ներշնչեց Եսայի մարգարեն։ Հիսուսի ծնունդը շուրջ 700 տարիներ առաջ Գան ներշնչեց նույն մարգարեին եւ 50-րդ գլուխը գրեց մարգարե Եսայի գարտացեք, որ գխոսի քարնուկի մահվան մասին, այսինքն Հիսուս Քրիստոսի խաչելության մասին։ Եվ գսե այնքան ծեծ եղավ, որ այլևս մարդկային թիմակից չուներ։ Եվ գսե մարդիկ զին կարծեցին, որ Աստուծո հարվածված է։ Բայց Աստված մեր բոլորին մեղքերը անոր ուսերուն վրա դրավ եւ անոր վերքերովը մենք բժշկվեցանք։ Տեսեք սիրելիներ, հարյուրավոր տարիներ առաջ Սուրբ Հոգին ներշնչեց մարգարեները, որպեսզի քալիք Մեսիային, քալիք Փրկչին մասին խոսեին։ Անորամասի իրենք գանխատուշակեցին բաներ, որոնք չէին գիտեր։ Հովնան մարգարեն Ինչ հրաշքով սիրելիներ 3 օր գետին, գետցուկին փորին մեջ մնաց։ Հիսուս օգտագործեց, ասավ որ ինչպես որ Հովնանը 3 օր գետցուկի փորի մեջ մնաց, այդպես էլ մարդու որդին 3 օր պիտի թաղվի գերեզմանի մեջ եւ հետո հարություն պիտի առնի։ Գան ինչպես 22-րդ Սամոսի մեջ կսե, պիտի Աստված իմ ինչու զիս մկեցի իրականության մեջ ասիկա այս Սամոսն է, որում մեջ կսվի, որ հակուսները սպաժանեցին, ծերքերը սկանեցին, եւ այս բոլորը պիտի կատարվեին որու կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսի։
Հետո Սուրբ Հոգին ներշնչեց սկիզբեն մարգարեները, նահաբետները, որովհետեւ անոնք քալիք Մեսիայի մասին խոսին։ Առաջին անց, որովհետեւ ասեմ սիրելիներ, Աստծո Հոգին վերցրեցավ մարդոց մեջ են, գրական Ձեռնոց կրկի 6-րդ գլխի 3-րդ համարի մեջ, որովհետեւ մարդիկ մեղք գործեցին, Աստված իր Հոգին վերցուց։ Բայց առաջին անցը նոր ժամանակներում, որ Սուրբ Հոգին իր վրա հանգեցավ մնայուն գերբով, գիտեք ով եղավ։ Աստվածամայրը, Սուրբ Մարիամ Աստվածամայրը։ Ինչը սա հրեշտակիր է, շնորհալի գույս, ուրախացիր, որովհետև Աստծո կողմ շնորհքը դա։ Սուրբ Հոգին պիտի եղանաս, եւ զավակ պիտի զնես, եւ բարձրալի Հոգին պիտի գա եւ քո վրա ինչ լինելա, պիտի հանգչի։ Ադորամա Աստվածավոր մասին հավատամքի մեջ կսենք, մարտացավ, ծնավ գադարելավես, իմարյամա սրբով գուսեն, հոգվովն սրբով, Սուրբ Հոգիով, ներբնակվեցավ Աստվածամայրը, Սուրբ Հոգիով աղացավ, և Սուրբ Հոգիով ծրավ Հիսուս Քրիստոսը։ Այդ Սուրբ Հոգի մասին սիրելիներ առաջին անգամ խոսեցավ մարդկության առաքյալներում ով, դեր Հիսուս Քրիստոս, ինչու՞, որև մարդ չէր ճանչնար Սուրբ Հոգին, ով կճանչնա միայն, անոր նույն էությունն է, այսինքն Հիսուս Քրիստոս։ Մենք Հայր Աստուծո մասին սիրելիներ ուր գիտենք, Հիսուս Քրիստոսեն, Հիսուս Քրիստոս ինք եկավ, հայտնեց Հայր Աստուծո մասին և Սուրբ Հոգին մասին, և Սուրբ Հոգին ու Հայր Աստվածն Հիսուսը հայտնեցին մարդկության և մգրտության ժամանակ, և որ մգրտվեցավ Հիսուս, Աստված, Հայր Աստվածը երկինքեն հայտարարեց, ասիկա է իմ սիրելի որդիս, իսկ Սուրբ Հոգին աղաղակեց իջավ իր վրա, և դարձեք Հովհաննես ավետարանի առաջին գլուխը 29-32 համարները այնտեղ գրծվի, որ Հովհաննես առաքյալը գսեր, ինձի ըսավ, հայրը ըսավ, որու վրա որ տեսնես Սուրբ Հոգին կհանգչի, անիկա է իմ որդիս։ Եվ ահա, տեսեք, հայրը և Սուրբ Հոգին հայտնեցին աշխարհին ով է Հիսուս, Հիսուսը հայտնեց աշխարհին ով է հայրը և ով է Սուրբ Հոգին։ Ինչու՞, որովհետև հայրը, որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված է։ Եվ Հիսուս 14-րդ գլխի մեջ Հովհաննես հետևյալը ասավ. Եթե կսիրեք զիս, իմ պատվիրաններս կպահեք։ Եվ լավ է որ ես երթամ և խնդրեմ երկնավորը հայրեն, որ ցեզի ուրիշ մխիթարիչ մղրգե։ Հետաքրքրական է, չէ՞, ուրիշ մխիթարիչ։ Ինչու ուրիշ մխիթարիչ, որովհետև մինչև այնադեպ որ Հիսուս իր աշակերտներուն հետ էր ֆիզիկապես, ով էր իրենց մխիթարությունը։ Հիսուս։ Բայց հիմա Հիսուս որ ֆիզիկապես մարմինով պիտի համբարնար, պիտի խաչվեր, պիտի տաղվեր, հարություն աներ և ետին համբարնար, ուրեմն Հիսուս գսեց ցեզի ուրիշ մխիթարիչ պիտի խնդրեմ որ գտի հայրը, և գսե Հիսուս ով իդին այդ մխիթարիչը։ Սուրբ Հոգին։ Ինչու մխիթարիչ։ Մխիթարիչ բառը սիրելիներ, ոչ թե միայն սգավորները մխիթարելու համար է, այլ մխիթարիչ կնշանակե օգնական, օգնող, որտեղ եւ որ կմխիթարի քեզի մեկը, ուրեմն քեզի ինչ եղած կլա, օգնած կլա։ Եվ Հիսուսը սա Սուրբ Հոգին է որ կա, ճշմարտությունը պիտի հայտնե, աշխարհի կառավարությունը պիտի հայտնե, ճարիքը պիտի հայտնե, որտեղ չճանցան զիս, եւ Հիսուս նաեւ ասավ սիրելիներ, Սուրբ Հոգին Ձեր մեջ պիտի բնակի և ձեզի հետ պիտի ելա հավիտյան։ Հավիտյան։ Սուրբ Հոգին մեր մեջն է հավիտյան։ Ինչու՞, որովհետև այն օրը որ մենք մգրտվեցանք, այն օրը որ Սուրբ միրորով տրոշմվեցանք, Սուրբ Հոգին մեր մեջ է։ Շատ բան։ Շարունակեմ, Հիսուսը ասավ, Սուրբ Հոգին ձեզի պիտի վեր հիշեցնե ինչ որ ձեզի սորվեցուցի և պիտի սորվեցնե ձեզի և պիտի առաջորդե ճշմարտության մեջ։ Սիրելի քույրեր եղբայրներ, չեմ հանդահացել բոլորի կյանքի մեջ, որ հանդարց մեկը ձեզի խոսած է նեղություններու մասին և այլն, և դու չգիտեր ինչ պիտի խոսի, հանդարց այնպիսի բաներ խոսի, որ դուք
գզարմանակ ծեր խոսածին վրա, գսենք ուրգի է գավասիգա, անիգա Սուրբ ոգին է, Սուրբ ոգին է, որ ծեր մեջ է ինչ կն է, գմխիթար է, գոգն է, գզորացն է, ստագ է, հետևաբար միս եք, որ դուք ձեզի բրավո իմանցս, ոչ, շնորհակալ եմ Սուրբ ոգին, շնորհակալ եմ Սուրբ ոգին, եւ երբ որ սիրելիներ ասկալ իմաստական կյանքես ցեզի վկայություն տա, մարդիկ որ զանազան նեղություններով, ցավերով, դրկություններով, այնպիսի ահավոր վիճակներով բուքան խոսելու կամ ես կերտամ իրենց եւ խոսին, իմ սրտիս մեջ անուն կգաթի, արձու կգաթի եւ գսեմ որ դեր Փերան եղի, Փերանը մանքեցի որ ես խոսիմ ինչ կուզես որ խոսիմ մխիթարեմ այս մարդուն, անցին, մորը, հայրիկին, զավգին, որովհետև սիրելիներ մարդկային մեր բարերը շատ դգար ու ոչինչ են թիմացինը մխիթարու զորացնելու եւ սիրելիներ գիտեմ որ այստեղ նաեւ կան մարդիկ որոնք սավակ կորսնցուցած են սավիսի հարազատ կորսնցուցած են ամուսին գին եւ այլն սիրելիներ եթե Սուրբ ոգին չլա մեր մեջ եթե Սուրբ ոգին չզորացնի ու չմխիթարի մեզ դխերականի Սուրբ ոգին եթե չլա անսասպանության կտինի Սուրբ ոգին է որ կզորացնի ու կմխիթարի մեզ առանց հիտնալու առանց անդրադառնալու Սուրբ ոգին է սիրելիներ որ նաեւ հաճախ հարցեր կան որ ծեր միտքը մութ է հանգած գնուսավորվի Փաներ կան որ հազար անգամ դարձած եք Սուրբ Գիրքի մեջ ու չեք հասկացած հանգած մեկ ժամանակ գտածնի ծեր մտքի մեջ հանգած փոքրիկը մեկը բամը գսել եւ լուսավորություն ունենա ուրգե է Սուրբ ոգին մեր մտքի զորութենեն չէ այս Սուրբ ոգին մեզի տված զորութենեն է ներկայութենեն է տեսեք ուրեմն Սուրբ ոգին ով է սիրելիներ եւ ինչ զորություններ կրել կշարունակեմ եկեք աղոթենք շարանի աղոթենք Անել եւ համակո հոգի նույն եւ նման ես հորը եւ որդին հորմեն կփխիս անկննապար որդին գարնես անջարապար այսօր վերնադու իջներով հոգիի շնորհները խնդրեցի իմաստության բաժակետ մեզյալ բողոքության խնդրում արարածներու ստեղծիչ դու որ ճուրերու վրա կշրջեիր նույն ես ավազանի ճուրերու մեջ երկու երակիցը շնորհ կնեմեսի աղամի պես սիրով կկրկվես մարդիկը աստվածակերտ գծելիս իմաստության բաժակետ մեզյալ բողոքության խնդրում երկնային հրեշտակներուն եւ երկրային մարդոց վարտապետ դու որ հովիվներ են մարկանեներ եւ ցգնոսներ են արաքյաններ ուտաս մաքսավորները ավիդարանիչ հալածողները խոսքի քարոզիչ կնես իմաստության բաժակետ մեզյալ բողոքության խնդրում Սուրբ ոգի Սարսափելի հողմի նման ահեղափոչ սաստիկ ցայնով վերնադան մեջ 12-ին 10 երեցան, որոնք քեզնե մգրտվեցան եւ ոսկի նման հուրով մաքրվեցան։ Մաքրեմ ես մեղքի մշուշը եւ հացուր փառքի լույսը։ Աստվածապար երկիր եկան իշխանապար աշխարհը դատելու արդարության մեղքի եւ չարի տագաստաններուն համար անիտական քանցը բացիր մարդոց որդիներուն բարգև դրի Մաքրեմ ես մեղքի մշուշը եւ հացուր փառքի լույսը։ Սերը սերեն քեզ սերը դրգեց։ Այսինքն Քրիստոս, որ հայրեն է, քեզ սերը դրգեց։ Իր անդամները, հարաբացիալները քեզնով իրեն ոտեց։ Եկեղեցին զորանշինեց, 7 սյուներով հաստատեց։ Անոր մեջ դնդես տրավարակյալները եւ գոտնյակ շնորհներով ծանոք զարդարեց։ Մաքրեմ ես մեղքի մշուշը եւ հացուր փառքի լույսը։ Ճշմարիտ հոգի, թող որ էյությամբ անիմանալի ես եւ անպատմելի, հորմեն կփխիս անսկսնապար համակոյակից ըլալով միածին որդին, գործեն քեզ մեր հայրերուն Աստվածը։ Հոգի Աստուծո, դու գադալյալ աստավորությամբ եւ միևնույն բնությամբ 3 գադալյալներեն մին ես որով հորը եւ որդին հետ միշտ կպաշտվիս արարածները գործեն քեզ մեր հայրերուն Աստվածը Եկեղեցու աստվածապանները քեզ հորը եւ որդին համապատասխան հրճագեցին որով կմգրտվենք
եւ համակո անբաժանելի երրորդություն գտավարել, գործենք ես մեր հայրերուն Աստվածը։ Աներ եւ համակո հոգի, Էյակիցին աստվածային խնդրանքով հորմերը գվեցան Սուրբ Արաքյաներուն մխիտարիչ հնյանը։ Գաղաչենք քեզի, ողորմեմ ես։ Սաստիկ հովի նման եւ ինքեն հայտնապես Աստված իջար եւ հրեղեն լեզուներու բաժնելով Արաքյաներուն թասերու մեջ հանչեցան։ Գաղաչենք քեզի, ողորմեմ ես։ Երկնային իմաստության քինիով արբեցուցիր Սուրբ Արաքյաներուն հոգիները, որոնք ակամի դրտված որդիներուն Եթե այգի են ուրախարար բաժակը խմծուցին, գաղաչենք քեզի, ողորմեմ ես։ Ճշմարիտ ոգի, աստվածային քերակույն իմաստությունը նախ երկնային անմարմին զորքերու վրա հոսեցուցիր արագապես, որպեսզի անոնք Սուրբ երրորդությանը փառաբանիչ ըլլան։ Անոնց հետ կփառավորենք եւ իակ միությունը։ Երրորդությանը խորհրդակցությամբ աստվածային բատկերը մարդը ստեղծեցին։ Գետանարար շնորհները փչելով զարդարեցին եւ անգետ ծնածներուն հետ օրենքներով եւ մարգարեներով խոսեցան։ Անոնց հետ գփառավորենք երկակ միությունը։ Երկրորդ առաքչության Էյագիցի հարուտերեն եւ փակ դերներով վերնadun մտնելով դուքես 11-ին շնորհեցին ըստ առաջին փչումին եւ Քրիստոս արաքյաներուն ըսավ Սուրբ Հոգին արեք։ Անոնց հետ գփառավորենք երկակ միությունը։ Այժմ սիրելներ եկեք միասին երկենք Սուրբ Ներսե Շնորհի Հայրաբեդին այս սկանչելի երկը ուրեմն նայած սիրովի եղանակով Նույն երնման հոր երկորդ հոտի աներ և համակով բխում
Սուրբ ոգին պետք չէ շփոթել հորը կամ որդիին հետ։ Որովհետև սիրելիներ, նայեցեք, մենք քանի Աստված կբաշխենք, մեկ Աստված։ Սակայն մեկ Աստվածը պետք չէ շփոթել անձերը իրարու հետ, դեմքերը իրարու հետ։ Կբաշխենք մեկ Աստված, երեք անձին, կամ երեք դեմքեր, այսինքն Հայրը, Որդին և Սուրբ ոգին, ասոնք անշփոթ են իրարու։ Այսինքն այնպես չեղավ, որ 5 դագարանի մեջ Աստված որպես Հայր ներկայացավ, նոր դագարանի մեջ Աստված որպես Որդի ներկայացավ եւ այսօր մեր մեջը Սուրբ ոգի կներկայանա։ Այլ Հայրը Հայր է, Որդին Որդի է, Սուրբ ոգին Սուրբ ոգի է։ Հայրը, Որդին եւ Սուրբ ոգին հավիտենական ժամանակներեն առաջ միշտ ներկա եղած են։ Չկար ժամանակը, որ Հայրը գա, Որդին եւ Սուրբ ոգին չգային, եւ սիրելիներ, պիտի չլա ժամանակը, որ Հայրը դելա եւ Որդին ու Սուրբ ոգին պիտի չլա։ Այլ հավիտենապես միասին են։ Եվ ամեն մեկը իր թեր ունի, այսինքն Հայրը ինք սկզբնախորն է ամեն ինչի, անբաժան բաժանն է, անբաժան բաժանն է։ Որդին հորը ծնունդն է, բայց հավիտենապես միասին, ասիկա մեր մարդկային այս բզդիկ ուղեղով չեն կրնալ հասնալ, բայց կհավատան։ Ուրեմն Հայրը անբաժան բաժանն է, Որդին ծնունդն է իր հոր, իսկ Սուրբ ոգին փխումն է օրմեն։ Սուրբ ոգին օրմեն կփխի։ Եղավ, ուրեմն Հայրը ծնունդ տվողն է Որդին եւ փխողն է Սուրբ ոգին, Որդին գծնի Հայր Աստծո եւ Սուրբ ոգին կփխի Հայր Աստծո։ Բայց Հայրը, Որդին եւ Սուրբ ոգին մեկ անբաժանելի, ամենուրեք համակո Աստված է անբաժանելի։ Անորամար մենք սիրելներ մեր մատները, առաջին 3 մատները իրարու կմիացնենք, կսենք Հայր, Որդի և Սուրբ ոգի մեկ Աստված են։ Իսկ այս երկու մատները սիրելներ կխորհրդանշենք, որ Քրիստոս գադարյալ Աստված, գադարյալ մարդ միացած է անբաժան կերպով։ Անորամար միշտ կմիացնենք իրարու և 3 մատները իրարու ուրեմն չեն անջատել։ Կաթոլիկ եկեղեցին 5 մատներով կխաչակնքեն, որտեղ կսեմ, որ Քրիստոսի մեջ աստվածային եւ մարդկային ուրեմն բնությունները տարբեր են, առանցին են։ Իսկ մենք կսենք միացյալ են, այսինքն գադարյալ Աստվածը գադարյալ մարդ եղավ եւ հետեւաբար միացած է իր մեջ բնությունը։ Եվ ուրեմն այսպես է, որ մենք կխաչակնքենք մեր 3 մատները, նախ կբարձրացնենք մեր ճակին, կսենք հանուն հոր, Եդո կսենք ներքևը եւ որդու, որտեղ երկինք է, որմեն, որդի մուր իջավ, երկիր իջավ, հետո կսենք եւ հոգվույն սրբով, ինչու որտեղ Սուրբ ոգին մեր մեջ աշխատելով, մեզ մեղավոր վիճակեն, ցախ կողմը կխորհրդանշե մեղավոր վիճակը, մեզ մեղավոր վիճակեն ուր գարաչորդել աչը, Տիրոջ աչը։ Ստակ է եւ ամեն կնշանակե Տիրոջ սրտին մեջ։ Ուրեմն հանուն հոր եւ որդվո եւ օգույն սրբո ամեն։ Այո, եւ կամ նույնիսկ մենք հայերով կսենք օրհնյալ դերմեր Հիսուս Քրիստոս ամեն, որ կնշանակե Հիսուս Քրիստոս երկինքեն երկիր խոնարեցավ, մեղավորները իր ցախ կողմեն արավ, այս աշխարհին արավ եւ դարավ աչ կողմը ամեն, այսինքն թող այդպես ըլլա։ Ահա ասիկ սիրելներ, Սուրբ երրորդությունը անբաժանելի իրարն է։ Կարելի չէ Սուրբ երրորդությունը բաժնել բացարձակ կերպով։ Պատմության ընթացքին եղած են աղանդավորներ, որոնք մերժած են Որդին եւ Սուրբ ոգին աստվածությունը։ 325-ին դիեզերական առաջին ժողովը դեպի ունեցավ Նիկեայի մեջ։ Ինչու որտեղ Արիոսը գսեր, որ միայն Աստված է, Որդին եւ Սուրբ ոգին նույն բնութենեն չեն։ Եվ մերժվեցավ, հետո եկավ Մարգոն անունով ուրիշ աղանդավորը, մերժեց Սուրբ ոգին աստվածությունը, եւ ասա, որ Սուրբ ոգին աստված չէ, եւ adorամար երկրորդ դիեզերական ժողովը կումանեցավ 381 թվականին Կոստանդնուպոլսի մեջ,
Եվ ապա երրորդ դիեզերական ժողովը 431 թվականին Եփեսոսի մեջ, ուր Նեստոր եկավ եւ ասավ Քրիստոսի մեջ երկու անչափ բնություններ կան, եւ ասավ որ Նեստորը Աստվածածինը ոչ թե Աստվածածի պետք է ոչել, այլ Հիսուսածին, որովհետեւ ինքը ոչ թե Աստված ծնավ, այլ Հիսուսը ծնավ, եւ վերջը Աստվածը իր վրա առավ։ Եվ անդորաբար եկեղեցին մերժեց, սելու համար որ Հիսուսը ինք Աստվածն է, հետևաբար մայրիկ Աստվածածին ալ որ ծնավ Սուրբ Մարիամը աշխարհ Աստվածը ծնավ, անդորաբար Աստվածամայրը կոչենք Աստվածածին։ Սիրելիներ, այսօր այդ աղանդավորներ են կան։ Այսօր օրինակ Եհովայի վկաները չեն ընդունել Հիսուսի աստվածությունը, գսեն որ Հիսուս ուրիշ աստվածություն է, նույն աստվածը չէ, նույն աստվածությունն չէ, գմերժեն Սուրբ Հոգին, գսեն որ Սուրբ Հոգի չկա, այլ գործող զորություն է անի դա, active force գսեն, գործող զորություն է անի դա, եւ տեսեք աղանդները միշտ այսպես կլան։ Բայց դուք իմացեք, որ Հայ, Որդի եւ Սուրբ Հոգի երեք անձինք մեկ բնություն, հա? Երեք անձինք, երեք անձնավորություն, մեկ բնություն, մեկ էություն։ Հայ, Որդի եւ Սուրբ Հոգի մեկ Աստված։ Եկեք միասին շարունակենք ընթերցել աղոթները, հոգեկանության աղոթներ, Տուն որ Հորը եւ Որդին համակոյես եւ անջարապար միշտ էյեն կփխես, այսին հորմեն։ Այսօր երկանի ջուր փխեցուցիր Երուսաղեմի մեջ։ Աստծո հոգի հորմեն։ Տուն որ Հորը եւ Որդին առաջագից ես, քեզնով է որ արարածները ջուրելու մեջ յանք այն։ Այսօր Աստծո որդիներ կծնես ջուրերը, Աստծո հոգի հորմեն։ Տուն որ Հորը եւ Որդին փարագից ես եւ կգտնես Աստծո խորհուրդները, այսօր աշխարհի հիմարները իմաստուն խորակետներ ըրի մեզիպես, Աստծո հոգի հորմեն մեզի։ Յանքի աղբյուր, շնորհք աշխող հոգի, արցունքներեն իջներով ու անմյութական հարկերները փաշվեցիր առաքյալներում։ Դու որ ջուրերու վրա շրջերով արարածները կստեղծեին, ավազանի ջուրերի մեջ իջներով Աստծո որդիներ կծնես։ Դու որ զարգարելով միշտ գլորոքես նոր եկեղեցի, անոր զավակները ու փաստատեսակ շնորհներովը գմայրին։ Ճշմարիտ հոգի, որ մեր անջարելի բխում, այսօր խորհրդի վերնապուրը իջներով առաքյալներու վրա հնչեցավ մեր հայրերուն Աստվածը։ Դու որ Աստծո անգների խորհուրդները կգտնես եւ որ հետ մի ես, այսօր հրերեն երոպեներեն խոնարելով առաքյալներու վրա հնչեցավ մեր հայրերուն Աստվածը։ Լույսի անասպար աղբյուր, Սուրբ Հոգի, այսօր հրերեն լեզուներու բաժնվելով առաքյալներու վրա հնչեցավ մեր հայրերուն Աստվածը։ Որ էուտերեն պխած լույսի աղբյուր, Տուն որ ջանակայտարցակ լույսով ուրախությամբ լեցուցիր առաքյալները, անոնց աղաչանքով ողորմեն։ Տուն որ էությունը ռևեններուն ցույց տվի, հիացնելով զարում, նույն իմանալի աստվածային լույսով ուրախությամբ լեցուցիր առաքյալները, անոնց աղաչանքով ողորմեն։ Տուն որ սկիզբեն աշխարհադարած խավարը լույսի փոխեցիր, այսօր աստվածային հրաշալի լույսովը ուրախությամբ լեցուցիր առաքյալները, անոնց աղաչանքով ողորմեն։ Ճշմարիտ հոգի, տուն որով հրապորբով ծավալով առաջ շարժեցար եւ աստվածային հրացորան լույսովը ուրախությամբ լեցուցիր առաքյալները, անոնց աղաչանքով ողորմեն։ Տուն որ գրակ ծայրով սավառնատևերովը վերը կպասնիս, այսօր անբարբինելի սիրով հողերեններու թասերուն վրա կհոսիս երկինքեն, օրհնյալ ես Սուրբ Հոգի Աստված, տուն որ գրեն լեզուներեն երահույս կսրբապանվիս, այսօր հողերեններու շրջերով երկինքեն հրացորան հոսեցար, օրհնյալ ես Սուրբ Հոգի Աստված, տուն որ արբիապայր փոցով միշտ հրագերներուն գերևիս, այսօր հողերներուն որպես հրաջաշակ հաժակ հոսեցար երկինքեն, օրհնյալ ես Սուրբ Հոգի։
դժնարի հանդիպան։ Երկենք հոգի Աստծո։ Հոգի Աստծո, որ սպարածին խոսորուքիչյան, իերնից Եվ շարունակեցեք, դուք ավելի ալբերնակ շարունակեցեք։ Այո, խոնարհություն, ես ուղղություն։
Շարունակեցեք, ինչա որ գտնակ սիրելիներ այս բոլոր առաքելությունները, որոնք մեր մեջ կան, մեր մեջ չեն այս բոլորը, այլ ինչի արդյունք է, Սուրբ Հոգի արդյունք է, ուզեմ որ այս իմանալ, որ մեկը իր անձին չվերակրի այս բոլորը, եւ ասեմ որ տեսեք ես ինչ լավն է, չէ, Աստծո Հոգին է ասկան, որ որքան Սուրբ Հոգիով գաբրի, այնքան ինչ կուտան, բդու կուտան, Աստված գարաշորդ է, Աստված սիրելիներ մեզ առաջ կտան, եւ Աստծո Հոգին ցայնը մեր մեջն է, Աստծո Հոգին ցայնը խոսի մեր մեջ, մենք անոր սիրելիներ երբեմն ինչ անում կտան, խիղճ, չէ, խիղճ անում կտան, բայց իրականության մեջ որում ցայն է, Աստծո Սուրբ Հոգին է, որ Հիսուսը ձեր մեջ լինելա եւ հավիտյան ձեր մեջ լինելա, եւ սիրելիներ, բադահացի ձեզի որ բարի կրած եք եւ ձեր խիղճը ձեզի դանչած է, բադահաց է, այո, բարի կրած եք եւ ձեզ դանչած է, անկարելի է, ինչու, որ ճշմարտության Հոգին է ձեզ չի դանչել, եւ կդանչել, եւ որ չարություն է, եւ որ մեր գործ է, անկա գծացնեմ ես ինչու, որ եւ ուզեմ որ ինչը դա, եւ Աստծո տակ, շատ բան, դուք ձեր մեջ նայեցեք, ձեր մեջ կա սիրելիներ, սեր, մի պատասխանեք ինձ, դուք ձեզի, դուք եւ ձեր խիղճը եւ ձեր Աստվածը, ձեր մեջ կա խաղաղություն, ձեր մեջ կա համբերություն, ձեր մեջ կա շուշկալություն, ձեր մեջ կա լեզություն, մեր մեջ կա սիրելիներ այս բոլորը, ամեն մեկս մենք մեզ կնենք, անորաբար երկրորդ Կորինթացիներին նամակի մեջ Պողոս առաքյալը գսե 10-րդ գլուխ 5-րդ համար, քննեցեք դուք ձեզ, տեսնելու համար Հիսուս Քրիստոսի ներկայություն ունի ձեր մեջ է, թե պարզապես իր անունը կգրեք, ամեն մեկս մենք մեզ քննենք, զնենք, հայրի մեջ կգնանք սիրելիներ, չէ մեր դեմքը կգնենք, դեմքի վրա պշտիկ ելացեք, մեկապ կնենք, մասխարա կնենք, որ փակենք, Մազերդիս այսպես կեցավ կամ այնպես կեցավ, կգնենք չէ մենք մեզ, մեր մարմինը կգնենք լոկցակ ժամանակ, արջոք պապը բատահաց է մեր մարմին վրա, սիրելիներ որքան որ մեր մարմինը կգնենք, կզնենք, հոգին պետք է հետազոտենք, քննենք, տեսնելու համար որ ինչ տերություն կլինի, եւ խնդրենք Սուրբ Հոգին որ օգնե մեզի, Ուրեմն եթե սիրելիներ Սուրբ Հոգի այս բնույթները ունենք, ուրեմն Սուրբ Հոգին վար է մեր մեջ։ Իսկ եթե թերություն ունենք, ուրեմն խնդրենք որ օգնի մեզի որ օգնի։ Գլա։ Եվ ամեն Սուրբ Հոգի ունի սիրելիներ մեղքին հանդեպ այլևս արդուն է։ Այսինքն մեղք անմիջապես իրեն գծացնեն։ Գանտրատացնեն։ Եթե գանտրատանաս, ուրեմն Սուրբ Հոգի մեջ է վար է։ Իսկ անոնք որոնք Սուրբ Հոգի չունին, գիտեք ովքեր են, անոնք որոնք մեղքին հանդեպ անդարկներ են, այսինքն մեղք գործելով որ մենք ցած չեն ապրի, ուրեմն դրպեցուցած է Սուրբ Հոգին, ընդհակառակը հաշվի կառնեն մեղքի մեջ նա, հպարտությունը, ամոր հպարտության մեջ կառնեն, կնշանակե որ Սուրբ Հոգին դրպեցուցած է մեջ, ամոր սիրելիներ ժուժգալության չապի, ամոր հարգության կապի, ամոր համբասանքով կապի, ամոր չարախոսության կապի, այս բոլորը սկելեր ինչ որ այս շղթական մոլություններ կան, կնշանակե որ իր մեջի Սուրբ Հոգին ինչ հրած է, դրվեցուցած է, մարած է, գրակը մարած է, ահա, ես այսօր սիրելեր միան ուզեցի ձեզի գուր պանալ, որ դուք մտածեք այս բոլորի մասին, Հինակ որ Սուրբ Հոգին մեզի հետ է, Հիսուսը ասավ ես ձեզի հետ եմ ինչև աշխարհի վերջը, Սուրբ Հոգի միջոցով մեզի հետ է, տեսեք, Սուրբ Ներսես Շնորհի Հայրապետ այսպես կբացատրի Սուրբ Երրորդությունը, տեսիկ օրինակ ունի, գսեք, գրակ արևը, մեկը գրնա, դեսնել կամ մոդենալ գրակ արևին, ոչ, Բայց եւ որ մենք երկրի վրա գծացենք ու երկրի գնայինք, արևում ինչ կտեսնենք, ճառագայթները կտեսնենք, ճիշտ է։ Ապի։ Եվ երբ որ արևին դա կգանքնենք, ինչ կստանք երկրի մեջ, ջերմություն։ Ջերմությունը գերեվի, ոչ, ջերմությունը ինչ կտա, արևը գերեվի, ոչ, ճառագայթը գերեվի, ճիշտ է։ Ուրեմն այդ արևը որ ջերևի, ճառագայթը որ գերեվի,
Եվ ջերմությունը որ կսկան տարբեր արևներ են, մեկ արև։ Սուտ ներսեր շնալի հայրաբեք ու բացաբեք։ Արևը, որ չի տեսնել մարդ, հայր Աստվածն է, որ մարդ տեսած չէ։ Ճարակայթը Իսուս Քրիստոսն է, որ աշխարհ եկավ, որպես լույս եւ տեսանցի։ Իսկ Սուրբ Ոգին ջերմությունն է, որ մեր մեջն է, չենք տեսնել, բայց անիկա մշտապես ներկա է մեր մեջ։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եկեք վերջին աղոթքները մեր Սուրբ Ոգին նվիրված եւ խնդրենք, որ Սուրբ Ոգին մեր մեջ վարմնա ու մեզ մատնե եւ առաջի։ Ով Սուրբ Ոգի իջիր մեր վրա նորոգելով մեզ, հուսիրով է վերցնում մեր սրտերը, հանչիր մեր հանչված ոգիներում մեջ, մեզի խաղաղություն մարտերով, հուտերերով է մեզ վարում, ամեն շարիք է պատասխանելով մեզ, խոնարեցնում մեզ, առաջնորդեք հուլուսիկ մեջ, որպես զարենակ հասնելան ու բացանտերը և զարոն իրագործել։ Ո ճշմարտության Սուրբ Ոգի, իջիր մեր վրա և եկիր մեր առաջնորդը և Սուրբ ընկերակցը։ Ով սիրող Սուրբ Ոգի, իջիր մեր վրա և սորվեցուր մեզի ճշմարտապես սիրել Աստված։ Հիշեցուր մեզի ճշմարիտ գիտությունը, այն գիտությունը, որ Հայրը մեզի տված է, բայց որ գործընծուցին մեր մեղքերուն պատճառով։ Խաղաղության Սուրբ Ոգի, դուր մեզի խաղաղությունը, որ աշխարհը չի գտնել մեզի տակ, մեզ մեր յուրաքանչյուրը կարծում ամոթը լույսի և խաղաղասիրության, որպեսզի երկրորձեք խաղաղության համար, դարենան սերմաներ հուդեր, որոնք սրբության բլուղներ կան, ամեն։ Սուրբ Ոգին վարկելիչը յանքի։ Ով Սուրբ Ոգի, վարկելիչը յանքի։ Ով Սուրբ Ոգի, երիցը Սուրբ, շնորհե, որ մենք ևս աճի սիրո մեջ, որպեսզի Աստված ճանչնան և իր ակարողության արժանի լինա։ Ով Սուրբ Ոգի, արևաշխության, որ մեր մեջ վերնին մեր բոլոր սկզբունքները, մեր աշխարհությունը, մեր աղջությունը, մեր կնությունը և մեր ծրկությունները։ Եկուր, վերակենդանացուր մեզի, և սուրբ կայցուր կեզի նման, մատակարարը կենաց ծառի բլունի, հավնելական ուրախությունը, աստանույսը մեր հոգին, մեզի փոխանցե բարեպաշտությունը սուրբերում, որպեսզի սուրբ օրենքները պահենք և ողորմածախար ինձիկը հայտնե մեր դժվար հոգին, մեզի հիշեցնելու համար, որ աներց լալը ամենասոր և ամենասուրբ երորդության գմոտեցնել ես։ Հետևաբար, ոչ մեկ անմատություն գտնա մուտ գործել մեր մեջ։ Ամեն։ Սուրբ Հոգու մխիթարությունը խնդրելու վերջին աղոթքը։ Քու խաղաղությանը ոգի սուրբ, ճշմարիտ Աստված, որ վեր է ամեն միտքեր ու խորհուրդներ, մխիթարել ես ու ծառանել, ընդունելով մեր առաջանքը, թուն որ բարերար ես, չնչե մեր հանցանքներու արժանի ահավոր պատիժը, դերոհամին գտնվել և լսեք ես, կազել և ներել մեր մեղքերը, արժանի է ռողության պարավորելու ես, որը և միացին որդին եք միասին, այժմ և միշտ հավատության սարերից, ամեն։ Այս աղոթքները սկերներ մեր եկեղեցու շարականներ են արածեն, մեր հայրաբիկները կրածեն, մեր եկեղեցական գրոնավորները կրածեն, միշտ ընդերցեցեք այս աղոթքները և Սուրբ Հոգով լեցվեցեք։ Եկեք այժմ եկեք ամենքը միասին և միասին Մարկ Աստծո երկենք և Աբա դերմոնյա ու հայմեն երկիրով ավարտենք այսօրվա հոգևոր խորհրդածության այս բան։ Yeah.
բոլորմյակ դերքեն և հիվանդած բժշկությունը սլևեր չուդսեն հոգվոց ներոց նորոգություն դոսուն դոգին, նորոգություն բեր է մեր խորորի հոգին։
արկայություն և զորություն և հավիդենից ամեն, օրդյակ երերուքի շնորացը սրբով կույն, և տայք խաղաղություն, և դեր Իսուս Քրիստոս, երիցիեն ձեզ, ընդ ամենեսյանը, ամեն։ Սուրբ հոգյով լեցված մնակ, Սուրբ հոգին գրակը, միշտ վար մնացել մեծ սիրներ, Սուրբ հոգին զորացնել, մխիտարել ու սրբացնել ձեզ բոլորը, և ձեր ընտանիքը բահե բահբանել, ամեն եսակ գործանները և գործությունները, Աստված օրհնե մեր հայրենիքը, Աստված բայ պետականությունը, Աստված օրհնե Հայաստանյան ծառայական մեր Սուրբ եկեղեցին մեր ժողովրդի բոլոր զավակները, բոլորյանները դարձի բերել, Աստված բայ բահբանե հայոց բանակը, հավիտենական կյանքին արժանացնե մեր նահատակ բոլոր զավակները, Աստված հեղու բայ մեր զինվորներեն ամեն չարիք ընտակը և ամեն գործանները, Աստուծո բահբան հրեշտակները մեր սահմաններում վրա ալան, որպեսզի թշնամին չկարողանա երբեք մոտենալ մեր սահմաններում, Աստված սիրելիներ մեր գերեվարված զավակները դու վերադարձնե, Աստված բանդարգյաներու ազատություն շնորհել, Աստված սիրելիներ, անմխիտար մայրերը, հայրերը, գիները և երեխաները, որոնք որ մնացին, մխիտարություն ու զորություն շնորհել, հաշմանդամներուն բժշկություն դա, զորություն դա, անհետ գործները Աստված հայտնաբերել և մեր ժողովրդին սիրելիներ Սուրբ Հոգու արդություն դա, իմաստություն դա, որ իրարու հետ այլևս թշնամությունը վերանա և սերը, ընդհանուր սերը միավորվի մեր ժողովրդի կյանքի մեջ։ Թող Աստված բայե բահբանե մեզ սիրելիներ բոլորս և թող Աստված այս ընտրության շրջանին նոր օրդություն բերե մեր հայրենիքին և նաև սիրելիներ բոլոր հայ ժողովրդի ընտանիքների մեջ։ Աստված նաև ձեզ մեր յուրաքանչյուրի խնդրանքները կատարե, ինչ հավատքով և ուխտով որ եկած եք, Աստված ձեզ խնդրանքները կատարե, ձեզի հոգի և մարմնի բժշկություն շնորհել, ձեր զավակներուն թաց և բրգություն, ձեր ընտանիքի անդամներուն, ձեր ամուսիններուն, ձեր գիներուն, ձեր երեխաներուն, ձեր տողներուն, եղբայրներուն, քույրերուն, թաց բրգություն սիրելիներ, որպեսզի այն դուներու մեջ, ուր դժբախտաբար գրակ կա, Քրիստոսի խաղաղությունը կա սիրելիներ, այն ընտանիքներու մեջ, որ խռովություն կա, անհաշտություն կա, սեր կա, հաշտություն կա, ներդաշնակություն կա և բոլոր ընտանիքները իրար հետ սիրով ապրին, որպեսզի ամենքը արժանի ըլան հավիտենական կյանքը ժառանգելու, ամեն։ Աստված ձեր ուխտը կատարել է օրհնյալ։